արտաքին հետախուզության տարեկան զեկույցը, որը հրապարակեց, նախ ես ավելի քան վստահ եմ, որ այդ արտաքին հետախուզության պետ տիկինը այդ զեկույցը կարդացել է, երբ որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում գրվել եւ ուղարկվել է իր էնդամիանշանակա, այդ զեկույցը նրա մասին էր, որ ընտրական process-ից առաջ Ռուսաստանը ուժեղացնելու է, պեդալին սեղմելու է գազը հիբրիդային պատերազմը Հայաստանի դեմ եւ այդ զեկույցը նրա մասին որ ընտրական process-ից առաջ եւ ընտրական մարաթոնի օրերին որոշ կուսակցություններ, որոնք գլխավորելու են կամ որոնց թիկունքին կանգնած են լինելու խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, հրճակվելու են ռսի շպիոն, Կրեմլի շպիոն, ռսի գործակալ եւ այդ կուսակցությունները ընտրական մարաթոնից հանվելու են դուրս։ Սա պարզ է։ Ինչ վերաբերում է արևմտյան Ադրբեջան ձևակերպմանը, որը ներկայացված է որպես ռիսկ, որպես վտանգ, իհարկե ոչ այնքան իրատեսական, ես եթե Նիկոլի փոխարեն այդ տեքստը գրողը լինեի, ամենահիմնական ռիսկ կներկայացնեի ոչ թե հիբրիդային պատերազմը իբր Ռուսաստանի, որին հեգնանքով անդրադարձավ նաև Լավրովը դա համարելով աբսուրդ, այլ լրջագույն ռիսկ կհամարեի հենց արևմտյան Ադրբեջան ձևակերպումը, որովհետև չկա այլևս միջազգային որևէ կառույց, որի օրակարգային հարցերից մեկը Ադրբեջանը դարձրած չլինի արևմտյան Ադրբեջան խնդիրը եւ 300,000 ադրբեջանցիների վերադարձը եւ դա իրան կանում են միջազգային տարին, կետին, նորմին համապատասխան, ներկայացնելով այդ լալա հառաջ սոուսով, որ դուք պիտի միջազգային հանրություն օգնեք մեզ, որպիսի այդտեղ, այդ տարածքում արևմտյան Ադրբեջանում, որը հայերը ներկայացնում են իրենց սուվերեն տարածք, ծնված, ապրած, մեծացած, սովորած ադրբեջանցիները վերադառնան իրենց հայրենիք։ Սա իրապես լրջագույն վտանգ է եւ սա իրապես լրջագույն ազգային անվտանգության ռիսկ է։